Թրամփը շրջում է ավազե ժամացույցը ու կարճ ժամանակ տալիս Թեհրանին կողմնորոշվելու, սեղմում է օղակը։ Նախորդին Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում Թրամփը սիրտը բացել է ու բողոքել, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները առաջ չեն գնում։ ԱՄՆ նախագահը նորից կոչ է արել Թեհրանին հնարավորինս շուտ արձագանքել Վաշինգտոնի առաջարկներին այս ոլորտում։ Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, եւ այս հարցում կարծում եմ մեր միջև համաձայնություն կա։ Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը թերևս կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք շատ շուտ։ Թրամփը այսպես կոշտ ու սուր դիտարկումներ արել էր այն ժամանակ, երբ դեռ չէին մեկնարկել միջնորդավորված բանակցությունները։ Բուն բանակցությունների ընթացքում կարծես լեզու գտնելու շանսեր կային։ Հիմա նորից վերջնագրեր։ Իրանագետն ասում է, Թրամփը այսպիսի դիրքավորմամբ է ներկայանում ի վերջո հաջողության հասնելու համար։ Սպառնալիքների լեզուն կօգնի, այստեղ փորձագետը համոզված է, Իրանը դժվար թե կտրուկ հետ քայլի դիմի։ Իրանին ստիպել սպառնալիքի ազդեցության ներքո գնալ զիջումների, ինչը իրանական կողմի համար անընդունելի է եւ բազմիցս իրանական կողմը հայտարարել է, որ իրենք սպառնալիքի ներքո որոշումներ չեն կայացնելու։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին վերջերս ձևակերպեց, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ պայմանները հակասում են ազգային շահին։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև ուրանի հարստացման արգելքը կարմիր գիծ որակեց։ Մոսկվան կփորձի միջամտել, եթե անգամ տեսականորեն չբացառենք, ապա ըստ փորձագետի միջնորդությունը մեծ փոփոխությունների չի հանգեցնի։ Այս գործում կարևորը պահանջներն են, որոնք չեն մեղմանում։ Այս պայմանությամբ ինչ որ հստակ ցուցիչներ չկան, որ բանակցությունների ձևաչափը փոխվում է, բայց այստեղ էականն այն է, թե ինչը քննարկվում այդ բանակցություններին, որովհետև եթե հնչում են առավելապաշտական ինչ որ պահանջներ եւ շատ կտրուկ արտադրանքներ են հնչում, տվյալ դեպքում բանակցությունները պարզապես գնում են փակուղի, որովհետև կողմերը փաստացի ունեն հակադիր դիրքորոշումներ։ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցում է երկրի միջուկային ծրագրի հարցով, պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, քանի որ դա ըստ ԱՄՆ-ի հետագայում կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար։ Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի համար հարստացված ուրանը ոչ թե արտադրի, այլ գնի այլ երկրներից։ Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ ուրանի հարստացումն իրականացվում է երկրի ինքնիշխան իրավունքի շրջանակում եւ նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար։ Համաձայնության չգալու պարագայում Վաշինգտոնը նաեւ հնարավոր բախման մասին էր հիշեցնում։ Տիգրան Միկրուղինյան, ժամը լրատվական։